Չէ, պետք է փաստենք, որ այն ինչը որ երևում է, դա շինծու է։ Տեսնում են այդ անկեղծությունը, մեր եւ քաղաքացիները չփումը, որ թաղմտել ենք, մենակ տվել ենք ժպիտ սեր եւ փոխադարձ այդ նույնը հետ ենք վերցրել։ Յուրաքանչյուր թաղ։ Իրանք կարող են այսպես ասած թայֆաբազություն տեսակը բացահայտել ինչ-որ բաներ, բայց մեր մասով ոչ մի բան չեն կարողանում, որովհետև ամեն ինչ բնական ճանապարհով են տանում։ Մարդը իր տնից տեսնում է, որ մեր երթը գալիս է դեպի իր փողոց, լսում է մեր երաժշտության ձայնը, կիսա հագնվել դուրս է գալիս, որպեսզի միանա մեր երթին։ Այդպիսի բան հազվադեպ է, համաձայն եք։ Կարծիքով չեն սիրում մարդկանց համախմբումը, չեն սիրում համախմբվածությունը, սերը, միշտ պիտի բաժանեն, պառակտեն, սև ու սպիտակ, արցախցի, գյումրեցի, երևանցի, արմավիրցի։ Դուր չի գալիս, որ կոչ են անում, նաև իրենց են կոչ անում։ Երեք երթի ընթացքում կոչ եմ արել քաղաքացիական պայմանագրի գրասենյակի անձնակազմին, որ դուք էլ միացեք մեզ, անկախ ամեն ինչից ձեր հայացքները որտեղ են, եթե մասնագետ եք վաղվա մեր կառավարման մեջ տեղ եք ունենալու։ Մենք չունենք այդ խնդիրը դրած մեր առջև, որ բերենք մեր թայֆեկին տեղավորենք։ Կա մասնագետ, ուրեմն մենք պիտի մեր ձեռքով, ոտքով գնանք իրենց բնակարաններից հանենք, վերենք, որ օգտագործենք, միացեք մեզ, դուք մերն եք, մենք ձերն ենք։ Մեր մոտ չկա նման բան, որ մենք բաժանումների փորձեր անենք, ասենք, եթե մերը չի, կա կադրերում է, կա մեր վիդեոներում, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսից այսպես են ցույց տալիս մեզ, մեր ամբողջ երիտասարդները ողջունում են իրան, ձեռքի ափով, սրդեր են ցույց տալիս, որ մենք գյումրեցիներով մերը պետք է պահենք։ Մի կնգեք այդ Երևանից եկող վատ հոսանքների ազդեցության տակ։ Աղը չեմ ուսորը, եթե մեկի ծրագիր եւ գաղափարը լավն է, մենք պետք է օգտագործենք այն Գյումրու շահերի համար։ Մենք երբեք չենք ասելու դուք քաղաքացիական պայմանագրի համախոհ եք եղել։ Դուք եղել եք իրեն շտաբի աշխատողը։ Հարցազրույցներից մեկում նորից ասել են, բացի են բարձրաստիճան պաշտոնյաներից, ովքեր ըստ ժողովրդի գիտակցաբար են անում այս ամենը, ինչը տեղի ունենում մեր երկրի հետ, մնացածները մեր համար ոչ մի թշնամանք, ոչ մի բան չունեն։ Խոչընդոտ չունենք իրենց հետ աշխատելու, շփվելու, բացարձակ։ Ինչ է կարծում մեկ շաբաթ օրը լռության օր է։ Ունենք 2 օր, ճիշտ է, այսօր հինգշաբթի ուրբաթ շաբաթ։ Ակնկալել, որ այս նույն իրավիճակը նույն քվեական տեխնացուի հանդեպ կլինի։ Թե ինչ ասեմ։